Աստված իմ սրտում է բնակվում, և ես ուրախության պակաս չունեմ։ Երանելի վիճակ է սա, փառք եմ տալիս իմ Արարչին, որ իմ Տերը իր Սուրբ Հոգու միջոցով եկավ իմ կյանք, բնակեցրեց իր Սուրբ Հոգին իմ ներսում և իմ ներսը լուսավորեց իր սիրով, իր ներողամտությամբ, իր համբերությամբ, իր երկայնամտությամբ։ Ես կարող եմ շատ ու շատ այսպիսի որակներ թվարկել, որ Տերը բժշկեց ինձ ադամական էությունից և իմ մեջ փոխարենը իր երկնային լուսե աղբյուրից լցրեց ամենագեղեցիկ որակները։ Այո, սիրելիներ, մարդը նմանվում է անոթի, ինչով որ լցնենք մենք մեր ներսը, նրանով էլ լիքը կլինենք։ Եվ մարդը առանց Աստծո անօգնական մի արարած է, որ այդ տեսակ մարդկանց մեջ աշխարհը լցնում է իր խավարը, իր ատելությունը, իր չարությունը, իր նենգությունը, իր բամբասանքը, իր անեծքը։ Չգիտեմ, ես չեմ ուզում շարունակել թվարկել այն ամեն վատ բաները, ինչ որ աշխարհն է լցնում անօգնական մարդկանց մեջ, ովքեր չունեն Աստծուն իրենց կյանքում։ Ես շնորհակալ եմ, իսկապես շնորհակալ եմ իմ Արարչին, որ Տերը, դեռևս ես իրեն չէի ճանաչում, բայց ինձ ընտրեց, ինձ սիրեց, ինձ հավանեց, չգիտեմ ինչի համար, Տերը որոշեց, որ ինձ վերցնի ազատի աշխարհի խավարիցը։ Իմ ներսը այնպիսի մի լույս է տիրում իմ հոգում, իմ սրտում, իմ մտքում և ամբողջ իմ էության մեջ, որ այդ լույսի միջոցով ես ունեմ երկնային ուրախությունը, երկնային խաղաղությունը, որը որ վեր է մարդկային մտքերից։ Աստված սիրում է բոլորին և նա կանչում է բոլորին։ Մի գեղեցիկ օր Տերը ինձ էլ կանչեց և ես համաձայնվեցի միանալ այս գեղեցիկ ուրախությանը։